Արմավիրի գերեզմանատանը 341-ամյա Վալոդյա Գրիգորյանի հուղարկավորությունն էր։ Փայրաքարի համայնքապետին Սգո արարողության մասնակիցները վերջին հրաժեշտը տվեցին ու հավերժություն ճանապարհեցին ծափահարությունների ուղեկցությամբ։ Ակտիվորեն շրջանառվող վարկածներից մեկի համաձայն Վալոդյա Գրիգորյանի սպանությունը վենդետա է արյան վրեժ փետրվարին իր ծննդյան օրը սպանված Գրիգոր Օհանյանի համար։ Այս սպանության գործով ներկա պահին տնային կալանքի մեջ է նաև Փայրաքարի համայնքապետի եղբայրը, իսկ նախապատմությունը այսպիսին է։ Այս տարվա փետրվարին Մերձավանում մի խումբ անձանց միջև միջադեպ էր տեղի ունեցել։ Հնչել էին կրակոցներ։ Ըստ քննության արդյունքների ամեն ինչ սկսվել էր մեքենան արագ վարելու ու չբարևելու հարցի շուրջ ծագած վիճաբանությունից, որին հաջորդած ծեսկրտուքի ընթացքում էլ Գրիգոր Օհանյանը ստացել էր հրազենային վնասվածք ու մահացել։ Քննության արդյունքների այս պահին առկա տվյալների վարկածը շարունակում է մնալ, որ սա շարունակությունն է այս տարվա փետրվարին տեղի ունեցած Մերձավանում տեղի ունեցած միջադեպի հետ, որի ընթացքում սպանվել է այս գործով ձերբակալվածի հարազատ եղբայրը։ Սպանության ենթադրյալ հեղինակի հայտնաբերման մասին լուրը ոչ հերքել, ոչ էլ հաստատել էր ազգային ժողովի նախագահը, նշելով, որ սպանությունը տեղի ունեցել վրեժխնդրության հողի վրա։ 99% հավանականությամբ, այո, մինչ անձնային նախապատմություն ունեցող խնդիր։ Սպանության համար կասկածվում է Մերձավանի նախկին վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին փետրվարին սպանված 29-ամյա Գրիգոր Օհանյանի եղբայրը Նարեկ Օհանյանը։ Իրավապահները 3 երեկոյան են ավարտել քննչական գործողությունները։ Ձեռնոցներ, այրված կտորների մնացորդներ ու իրեղեն այլ ապացույցներ են հայտնաբերել։ Զենք չեն գտել։ Խուզարկությունից հետո Օհանյանին ձերբակալել են։ Վարկածներից մեկի համաձայն թիրախում ոչ թե Վալոդյա Գրիգորյանն է եղել, այլ այդ օրը սպանված Արարատի մարզային վարչության քրեական օպերլիազոր Կարեն Աբրահամյանը։ Կարող եմ ասել, որ բացահայտ հիմնազուրկ պնդում է, ցավոք սրտի նաև մեր գործընկեր Կարեն Աբրահամյանը մահացավ այս միջադեպի հետևանքով։ Կարեն Աբրահամյանի մասին կցանկանայի նշել, որ մեր լավագույն գործընկերներից էր։ Հանրապետությունը ցնցած սպանությանը հաջորդող օրերին պաշտոնանկություններ են եղել ոստիկանությունում եւ քննչական կոմիտեում։ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արտուր Բդոյանը եւ քննչական կոմիտեի Արմավիրի վարչության պետ Հրաչյա Ղազարյանը ազատվել են զբաղեցրած պաշտոնից։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։